30 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից առաջին չվերթը վայրեջք է կատարել Սուխումում, վկայում են Վնուկովո օդանավակայանի ցուցաթղթակի տվյալները։ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվեց մայիսի 1-ին 30 տարվա ընդմիջումից հետո Վնուկովո-Սուխում երթուղով UVT Aero-ի կողմից իրականացված առաջին չվերթով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր Telegram ալիքում։ Ինչպես բացատրել է Զելենսկին, պատժամիջոցների ցուցակներում ներառված են եղել ռուսական ռազմական արտադրությանը մասնակցող ընկերություններ եւ անհատներ։ Այսօր պատժամիջոցների երկրորդ փաթեթը 106 կազմակերպությունների դեմ է, որոնց գործունեությունը ակտիվորեն աջակցում է ռուսների ներկայությունը Ղրիմում, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում եւ որոնք նաեւ զբաղվում են բանակի մատակարարմամբ, ասել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հրաժարականը կապված է Signal Messenger-ի հետ կապված սկանդալային միջադեպի հետ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը լքել է պաշտոնը։ Այս պաշտոնի հնարավոր իրավահաջորդը կարող է լինել Սպիտակ տան հատուկ դեսպան Սթիվեն Ուիտկոֆը, ով ներկայումս համարվում է այս պաշտոնի առաջատար տեխնացուն։ Ուոլցի հրաժարականի պատճառ հանդիսացող տվյալների արտահոսքի սկանդալը տեղի է ունեցել ապրիլին։ Այնուհետև CBS News-ը հղում անելով աղբյուրներին հաղորդեց, որ Թրամփի խորհրդականը Signal-ի մասնավոր զրույցում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզի փոխարեն ավելացրել է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին հեռախոսահամարի շուրջ առաջացած շփոթության պատճառով։ Փարիզում մայիս 1-յան ցույցի ընթացքում սկսված անկարգությունների ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ եւ անկարգել հեռացեք։ Ակցիայի մասնակիցներից մեկը ճայթուկ է նետել իրավապահների ուղղությամբ, որը պայթել է հենց նրանց դիմաց։ Ամբոխին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Դիմակավորված ցուցարարներից մեկը ձերբակալվել է։ Օրեր առաջ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամու նյութեր տրամադրելու համար։ Այս մասին մանրամասներ է ներկայացրել 168 ԵՄ։ Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է։ Տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկդմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել, ասել է ազգային արխիվի լրատվականի աղբյուրը։ Նրա խոսքով էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ խմբի հետքի վրա դուրս եկել եւ արխիվում բոլորը գիտեն, ովքեր են այդ պատմության առանցքում։ Նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Ավագյան Գոհարը, գործող տնօրեն Արթուր Ստեփանյանի խորհրդականը, ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր էր մշակում, մյուսը թվայնացման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը։ Խմբում են եղել Գոհարի եղբոր աղջիկը Աննան եւ Արուսյակը, Սոնյա Միրզոյանը տնային կալանքում է։ Այս խումբը գրքեր ու տոհմածառեր է կազմել եւ մեծ գումարներ աշխատել, միշտ դրսից է ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցել են թշնամի երկրին, ասել է լրատվամիջոցի հետ կապ հաստատած Իրազեկ անձը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Բագրատ Սրբազանը խոսել է շարժման առաջիկա անելիքների մասին եւ պարզաբանել, թե ինչով են պայմանավորված ակտիվ պայքարի որոշակի դադարները։ Մենք անցել ենք 89 րոպեն խաղի, մնացել է 1 րոպեն։ Խաղադաշտում ես միշտ ֆուտբոլից եմ օրինակը բերել։ Խաղադաշտում ժամանակի տևողությունը 90 րոպե է, 89, 88, 75 րոպե չէ։ Խաղադաշտում լինում են պահեր, երբ դու քո թիմը կարևոր արձանագրումներ է կատարում խաղի ընթացքում։ Լինում են պահեր, երբ թիմը նահանջում է, լինում են պահեր, երբ կոտրվածներ ու վնասվածքներ է ստանում եւ այսպես շարունակ։ Նույն կտրուկ գործողություններ պահանջողներից մատների վրա են մարդիկ մնացել փողոցում շատ հաճախ։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով եւ դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնահարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 տրիլիոն
581 միլիոն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պայմանավորված են ՀՀ բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը եւ դրանց աղբյուրները, ասել է նախարարը, նշելով, որ ներքին պարտքի ծավալն ընդհանուրի մեջ աճել է եւ հասել ենք 50% մակարդակին, ինչը դրական ցուցանիշ է։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է այս օրերին քննարկումների առիթ դարձած նոր-նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին հայհոյելուն եւ ծեծի ենթարկելուն։ ԿՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ Եվրոպամետ, իրականում քրեական բարքեր դավանող Հանրապետություն կուսակցության կապրիզներին ու շանտաժներին, զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։ Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը եւ ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են, նշել է Մարությանը։ 2025 թվականի մայիսի 2-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում, քաղաք Երևանում, Նայիրի Զարյան փողոցի 17/2 շենքում։ Մայիսի 5-ից երկուշաբթի օրվանից արցախցիները կարող են մոտենալ ներկայացուցչության շենք եւ տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ դրանք փոխանցել մասնագիտական խմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը եւ նոյեմբերի 11-ը հռչակել է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրեր։ Ես մայիսի 8-ը վերանվանում եմ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա ընդգծել է, որ այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն կրկին հաղթանակներ տոնի։ Ազատության նավատորմի մի նավ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազայի հատվածին, ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մալթայի ափերի մոտ վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աքարին։ Նավը ներկայումս անցք ունի եւ խորտակվում է, SOS ազդանշանը փոխանցվել է մոտակա երկրներին, այդ թվում Մալթային, ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Նա մանրամասնել է, որ նավը գտնվում էր Մալթայի ափից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Այն երկու անգամ հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների կողմից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարողացել է դուրս գալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի անհավանությունից, մինչդեռ վերջինիս հարաբերությունները ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ սառել են։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Թերթի տվյալներով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել որպես ամուսնության խորհրդատուներ Թրամփի եւ Զելենսկու միջեւ։ Առաջընթացը տեսանելի է եղել Վատիկանում կայացած հանդիպմանը, որը եւ Զելենսկին եւ Թրամփը դրական են գնահատել, ասվում է տեքստում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը մի շարք քննադատական արտահայտություններ է արել Վլադիմիր Պուտինի հասցեին եւ Վաշինգտոնը նույնպես ռեսուրսային գործարք է կնքել Կիևի հետ։ Զելենսկու կառավարությունը հուսով է, որ շահույթ ստանալու համար Թրամփի հզոր ախորժակի վրա խաղալով հանքարդյունաբերության գործարքը նրան նոր հետաքրքրություն կհաղորդի Ուկրաինայի գոյատևման հարցում, գրում է թերթը։ Ռեսուրսների մասին համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ եւ Ուկրաինայի համատեղ նախագծերը կներառեն հանքանյութեր, ածխաջրածիններ եւ ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Տնտեսական անվտանգությունը, ազգային անվտանգությունը եւ այս կարևոր նախազգուշական միջոցը կանխում է կարևորագույն ռեսուրսների սխալ ձեռքբերում, հայտնվել ասվում է հայտարարության մեջ։ Իրանը նախկինի պես ձգտում է իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցության հերթական փուլի հետաձգումը։ Օմանի եւ ԱՄՆ գործընկերների հետ համատեղ մենք որոշում ենք կայացրել լոգիստիկ եւ տեխնիկական պատճառներով հետաձգել բանակցությունների 4-րդ փուլը։ Իրանի կողմից կարող եմ ասել, որևէ փոփոխություն չկա։ Բանակցության ճանապարհով կարգավորման հասնելու մեր վճռականության հարցում, հայտնել է նախարարը։ Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ավելի քան երբևէ վճռական է հասնել արդար ու հավասարակշռված համաձայնության, որը կապահովի պատժամիջոցների դադարեցում ու վստահություն կստեղծի, որ Իրանի միջուկային ծրագիրն ընդմիշտ խաղաղ կլինի Իրանի իրավունքների լիարժեք հարգման։
Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի Կրասնոդարի երկրամասից Ղրիմ մեկնելու համար ստուգման հերթը նվազել էր մինչև 1180 մեքենա, ինչը գագաթնակետի կես է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանեց, որ բացարձակ առավելագույնը 2700 տրանսպորտային միջոց գրանցվել է ժամը 11:00-ին։ Կուբանի կողմում կան երկու ստուգման կետեր, որտեղ օգտագործվում են բոլոր ձեռքով ստուգման կետերը։ Դրա հետ կապված հերթը աստիճանաբար նվազում է, սակայն Ղրիմ մուտք գործելու համար սպասման ժամանակը դեռևս գերազանցում է 2 ժամը, հավելել է գերատեսչությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ եւ վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը համագործակցել Ֆրանսիայի եւ այլ եվրոպական երկրների հետ։ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Ռուբիոն գովաբանեց Ֆրանսիային Եվրոպային կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու գործում միավորելու նպաստելու համար, սակայն հստակեցրեց, որ միայն խոսքերը բավարար չեն։ Եվրոպան պետք է զգալի ջանքեր գործադրի եւ քաղաքական կամք բերի հակամարտությունը դադարեցնելու համար, ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Պետդեպարտամենտը նաև հայտնել է, որ Ռուբիոն եւ Բարոն քննարկել են Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու դիվանագիտական ջանքերը եւ վերահաստատել են իրենց հանձնառությունը կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը։ Օկուպացված Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք։ Բալասանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության մեծ հաղթանակի 80-ամյակը, ընդգծելով, որ այդ մեծ ու ընդհանուր հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000 արցախցի էր։ 29 ղարաբաղցիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձել է Փարքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։ Այսօր Ղարաբաղի հայությունը մի շարք հանգամանքների բերումով զրկված է իր պատմական հայրենիքից եւ կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը եւ ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում, նամակում նշել է Վիտալի Բալասանյանը։ Հանրային գործիչ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։ 3 նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը եւ թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արթուր Չախոյանին։ Ոստիկանության աշխատակիցները նրան բերման էին ենթարկել թաղապետարանի շենքից։ Նշենք, որ դրա նախորդին էլ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ակցիա էին իրականացրել թաղապետարանում։ Նրանք հայտարարել էին, որ դա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց։ Տիգրան Տեր-Մարգարյանն ով Հանրապետության կուսակցության անդամ է, հաստատել էր, որ հայհոյել է եւ լավ է արել։ Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից բռնության դեպք է գրանցվել մի տղամարդու նկատմամբ։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններով ոստիկանները տղամարդուն նախ բռնության են ենթարկել տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել եւ բերանը փակել սկոչով։ Դեպքին անդրադարձել են ներքին գործերի նախարարությունից։ Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ եւ նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից, ասված է պարզաբանման մեջ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, նշելով, որ գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։ Ուրախությամբ նշում են, որ գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40,490-ով, հասնելով 782,100-ի, իսկ իրական կամ որ նույնն է գնաճով ճշգրտված աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս պահին առկա տվյալներով աճել է 4,1%-ով։ Այս ցուցանիշները մեր համատեղ աշխատանքի եւ պետական քաղաքականության հետևողականության արդյունք են, ուղերձում նշել է նախարարը։
Արևմուտքում եւ Ուկրաինայում հասկանում են, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, այս մասին հայտնել է Սիմֆերոպոլում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Բերեզովսկին, փոխանցում է Լենտան։ Արևմուտքում, ինչպես եւ Ուկրաինայում, հիանալի հասկանում են, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքն է, ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն այդպես է ցանկանում, այլ այն պատճառով, որ դա հենց ղրիմցիներն են ցանկացել։ Հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Պաշտոնյայի խոսքով, որքան արագ Արևմուտքի երկրները եւ Կիևը ճանաչեն Ղրիմի ռուսական կարգավիճակը, այնքան լավ կլինի նրանց համար։ Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայից փախստականների համար նախատեսված նպաստերի կրճատմանը։ Այս մասին են վկայում YouGov հասարակական կարծիքի հետազոտությունների ինստիտուտի կողմից DPA գործակալության պատվերով անցկացված հարցման արդյունքները։ Հետազոտության արդյունքների համաձայն գերմանացիների 77%-ը ցանկանում է, որ ուկրաինացի փախստականները չստանան այսպես կոչված քաղաքացիական նպաստեր։ Միևնույն ժամանակ նրանք դեմ չեն, որ փախստականները օգնություն ստանան այլ երկրներից ապաստան հայցողների հետ հավասար հիմունքներով։ Գերմանացի քաղաքացիների 11%-ը կողմ է արտահայտվել ուկրաինացի փախստականներին քաղաքացիական նպաստերի հետագա վճարմանը։ Եվս 12%-ը չի կարողացել որոշում կայացնել հարցմանը, որը անցկացվել է ապրիլի 25-ից 28-ը, մասնակցել է 2275 մարդ։ Չնայած ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը ոչ ոք չգիտի, թե որքան է ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների իրական արժեքը։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։ Որքան իրականում արժեն Ուկրաինայի ամենակարևոր հանքանյութերը, ոչ ոք չգիտի։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան հայտարարել են հանքանյութերի վերաբերյալ վիճահարույց գործարքի մասին, սակայն Ուկրաինայի հանքանյութերի արժեքը մնում է անհայտ, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ հանքանյութերի արդյունահանման եւ վերամշակման աշխատանքը դանդաղ է, կեղտոտ եւ կարող է պահանջել լայնածավալ նոր ենթակառուցվածքներ անորոշ գներով։ Շատ դեպքերում սա նշանակում է, որ հանքավայրերը շահութաբեր չեն շահագործման համար։ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ շատ շուտով, եթե Կիևը ջանքեր գործադրի հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Եթե լուրջ եւ իմաստալից ջանքեր գործադրվեն այս ճգնաժամին հանգեցրած խնդիրները լուծելու համար, կարծում եմ դա կարող է տեղի ունենալ բավականին շուտով, ասել է նա։ Վրացական ընդդիմադիր մտավարի արխիի հեռուստալիքը դադարեցրել է հեռարձակումը ֆինանսավորման խնդիրների պատճառով, այս մասին հայտնել է հեռուստալիքի մամուլի ծառայությունը։ Մենք դիմացանք անհնարինին, բայց ինչպես հաճախ է պատահել Վրաստանի պատմության մեջ, մեր ամրոցը կոտրվեց ներսից, արտաքին թշնամին չկարողացավ հաղթել մեզ։ Մեզ կործանեց հենց այն մարդը, ով մի ժամանակ օգնել էր կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը հանգեցրեց մտավարի արխիի փակմանը անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից ելնելով, ասվում է հեռուստալիքի հայտարարության մեջ։ Մտավարի արխի հեռուստալիքը գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խաբել է ԱՄՆ-ին կնքելով հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքը։ Այս մասին գրել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը։ Նրանց ունեցած հանքանյութերի արդյունահանումը կարժենա դրանց պոտենցիալ շուկայական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ։ Սա խաբեություն է, ինչպես այն ամենը, ինչ Զելենսկին պարտադրել է Արևմուտքին, գրել է նա։ Բոուզը հղումանելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներին ասել է, որ Ուկրաինայում հազվագյուտ մետաղներ չկան։ Եվրոպական առաջնորդները հրաժարվել են մայիսին Կիև մեկնելուց վախենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքից։ Այս կարծիքն է հայտնել Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։ Պատգամավորի խոսքով Եվրամիության երկրների նման կոլեկտիվ ժեստերը Սպիտակ տան ղեկավարը կարող է դիտարկել որպես Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման դիվերսիա։ Դուք կարող եք օգնել, բայց անաղմուկ մեկ առ մեկ առանց հեռուստատեսային տեսախցիկների առջև ցուցադրական երթերի բացատրել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքները որպես ռեսուրսների մասին համաձայնագրի մաս, ինչի հետևանքով Եվրամիությունը եւ Կիևը հայտնվել են անգործության մեջ։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Զելենսկու ցանկությանը հակառակ Թրամփը Կիևի համար որևէ անվտանգության երաշխիք չի ներառել։ Այսպիսով Թրամփի շնորհիվ Միացյալ Նահանգները կստանան գումարը առանց այնտեղ մնալու, ընդգծել է Ֆիլիպոն։
Նոր տարածաշրջանի ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը ՌԻԱ Նովոստին տված մեկնաբանության մեջ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները Մոսկվայում հաղթանակի շքերթի մասին անվանել է ահաբեկչություն։ Ռոգովը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը Ռուսաստանի ցավոտ կետերի եւ այն ենթադրության մասին, որ Մոսկվան անհանգստացած է հաղթանակի 80-ամյակի շքերթի անցկացման համար։ Նրա կարծիքով նման հայտարարությունները նպատակ ունեն սրելու հակամարտությունը եւ ցույց են տալիս Կիևի կապը նեոնացիստական գաղափարախոսության հետ։ Զելենսկին բացահայտորեն օգտագործում է ահաբեկչական մեթոդներ սպառնալով հարձակվել Կարմիր հրապարակի վրա։ Նա զայրացած է, որ Ռուսաստանը տոնում է իր կուռքի Հիտլերի նկատմամբ հաղթանակը, ասել է Ռոգովը։ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները զիջել Մոսկվային, սակայն չեն ցանկանում իրավաբանորեն ճանաչել դրանց կորուստը։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքները, որոնք Ռուսաստանը փաստացի զբաղեցնում է, թեև ոչ դե յուրե։ Նրանք համաձայն են այդ տարբերակին, ասել է Քելոգը։ Նա բացատրել է, որ ռազմական գործողությունների դադարեցման դեպքում Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան կմնան գրավյալ դիրքերում եւ Կիևը պատրաստ է իրադարձությունների հենց այդ շրջադարձին։ Հատուկ բանագնացը հավելել է, որ Միացյալ Նահանգները մասամբ համաձայն է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի տարածքային պահանջներին, քանի որ դա պահանջում է բանակցային գործընթացը։ Եմենի Անսար Ալլահ կրոնական քաղաքական շարժումը հայտնել է Արաբական ծովում ամերիկյան Քարլ Վինսեն ավիակրին հարված հասցնելու մասին։ Այս մասին Ալ-Մասսարա հեռուստաալիքին հայտնել է Եմենի հութիների ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել Քարլ Վինսեն ավիակրի եւ նրան ուղեկցող նավերի դեմ Արաբական ծովի ջրատարածքում 3 թևավոր հրթիռների եւ 4 ԱԹՍ-ների օգնությամբ, ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերում այս տեղեկությունը չեն մեկնաբանել։ Ամերիկացիները պետք է միավորվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմակայելու համար։ Նման կոչով է հանդես եկել ԱՄՆ նախկին փոխնախագահ եւ նախագահի նախկին թեկնածու Քամալա Հարիսը, փոխանցում է Reuters-ը։ Ճգնաժամին առերեսվելիս պայմանը մեկն է՝ չփախչել, հայտարարել է Հարիսը։ Հարիսը կոչ է արել ԱՄՆ բնակիչներին գործել միասին եւ բացահայտ արտահայտել իրենց դիրքորոշումը։ Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը նա անվանել է նախագահության ժամանակակից պատմության ամենամեծ տեխնացին տնտեսական ճգնաժամը։ Թուրքիան ամենաբարձր կարգի խաբեբա է եւ դավաճանական պետություն։ Եթե նա Հիտլերին է խաբել, ապա դուք ով եք, որ ձեզ չխաբի։ Մոսկվայում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է լեգենդար հայ գեներալ, աֆղանական պատերազմի վետերան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ լեյտենանտ Նորադ Տեր-Գրիգորյանցը, քննադատելով Ռուսաստանի մերձեցումը Թուրքիայի հետ։ Вот сейчас с Запада Россия пошла против продвижения НАТО, но Россия допустила глубочайшую ошибку. Она начала соединяться, обниматься с Турцией. Турцией, который является высочайшего класса, знаете, обманщиком. Если он Гитлера обманул, то кто вы такие? Во время Второй мировой войны Турция, 3-я полевая армия, вот Багдасаров хорошо знает эту историю. 3-я полевая армия стоит на границе с Арменией, Грузией, Азербайджаном. Задача: падение Сталинграда, начинается наступление на Ростов, Воронеж и пошло. Сталинград, 300 тысяч пленные, фельдмаршал сдается в плен. Турки как стояли, так и стоят пока, потому что смотрят, русские там побеждают. Потом наши пошли уже на Курское направление. И когда видят, что все, номер не пройдет, Турция объявляет войну, значит, Гитлеру. Сам товарищ его, они вместе были, объявляет войну. Подло. Նորադ Տեր-Գրիգորյանցի ելույթի ամբողջական տարբերակը դիտեք լուրերից հետո։ Այսօր մայիսի 1-ն է, աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է։ Այս տոնորը նշվում է 142 երկրում։ 20-րդ դարաշրջանից հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան։ Այդ տարիների մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն, ուղեկցվելով ավանդական շքերթով։
Հայաստանում մայիսի 1-ը տոնական եւ ոչ աշխատանքային օր է։ Եվրոմեդիա 24-ը այսօր շրջում է Երևանի փողոցներում, շնորհավորում է աշխատավորների տոնորվա կապակցությամբ եւ փորձում է հասկանալ, արդյոք աշխատավորների իրավունքները այսօր Հայաստանում պաշտպանված են եւ պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները ավելի գնահատված լինեն եւ հաճույքով գնան աշխատանքի։ Ձեր կարծիքով ինչու է Հայաստանում աճում բռնությունների եւ սպանությունների дебքերը։ Գիտեք ինչի между нами говоря, у нас хозяина нет. Это Пашинян, это не хозяин, а это подонок. Вот поэтому так получилось. Գործով զբաղվում են, ոնց են ասում, համապատասխան մարդիկ, չէ, մարմիններ։ Բայց այդ ովքեր որ նման բաներ են անում, պետք է մտածեն, որ հայ ազգին են խայտարակում առաջինը։ Իսկ եթե հերոստացույցով ու ալիքներով ցույց տան այդ ամենը, մեր ազգը ավելի կխայտարակվի։ Գործողությունները անելուց առաջ պետք է մտածեն ոչ թե եսասիրության, այլ ազգի մասին։ Բնական է պիտի շատ են։ Ինչու։ Որովհետև արմատները խորն են, դե մենք ձեզ գլխից սև ու սպիտակ բաժանվեցին, հիմա ավելի խորացան, սևի և սպիտակի հարաբերակցությունը տոկոսային աճեց մեկից մյուսին, նույն թվով ժողովրդի քանակը բոլոր կարգի մարդկանց մեջ, գողական, ընկերական, բարեկամական եւ այլն, այս բոլորը դարձրեցին չհաշված ժամանակը արդեն համբերության սահմանները բարձրացրեց, դարձրեց ավելի անհամբարելի, շատերը գիտակցեցին, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Դրա համար լավ չեն դաստիարակում դպրոցում։ Ոնց հասկանում եմ, այս երկիրը կործանման է գնում, իմ կարծիքն է այդ, դրա համար պատճառներից մեկը այդ է, էլի։ Ես չեմ նկատել ճիշտն ասած, որովհետև շատ ուժեղ հսկողություն կա կառավարության եւ մնացածի կողմից։ Իսկ ինչով է զբաղվում ԱԾ-ն կամ ոստիկանությունը։ Աճել է։ Ուղղակի մեր իմացությունն է, որ մենք գիտենք արդեն որտեղ տեղեկատվությունները շատ են, իսկ այն ժամանակ չի եղել տեղեկատվություն։ Եղել են սպանություններ շատ ու չի ասվել դրա մասին։ Իսկ ինչու է աճում։ Մի քիչ էլ թույլ երևի ոչ թե ղեկավարությունից ամեն իր դիրքում գտնվողը երևի ճիշտ չի աշխատում։ Որովհետև երևի նստածները իրենց բոլորը խուլիկաններ են։ Սկսած Նիկոլից վերջացրած ներքևինը դրանց են փողոցային են բոշա թալանչիներ են։ Եկել են իշխանության, բայց ինչ պիտի անեն։ Լավ, հետևի մարդը կարող է իրենք են անում, այդ բոլորը որ անում են, իրենք են անում, իրենց մարդիկ են դա անում։ Դա այդ կողքից որ ասեն սա է, նա է, դա չի, ճիշտ չի։ Իրենք բոլորը իրենք են։ Այսքան ժամանակ, այսքան բան ա եղած, որովհետև մեկը նստած կա դրանցից։ Ոչ մեկը չի նստում, որովհետև իրենց դա ձեռնատու է։ Երևի թե շատ անարդարություններ հիմա մեզ մոտ կան, որ մարդիկ էլ ահա որ նեղված են բոլոր հարցերով, թե ֆինանսապես, թե քաղաքականապես, ամեն ձևով, մի խոսքով ուրախություն չկա։ Դաժանացել են մարդիկ երևի։ Այդքան տենց ուշադիր չեն իրանց նկատմամբ, բացի թողված դեպքեր են դրանք։ Իմ կարծիքով այդ իստեղ կառավարության մեր ղեկավարության մեղքերքն են։ Ասեմ, մակարդակը քանի գնում ցածրանում է ժողովրդի բնակչության։ Շարունակությունը դիտեք մեր եթերում։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-ին եւ 2-ից 5-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ համուժ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում մայիսի 1-ից 3-ը, մայիսի 2-ից 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի եւ 4-ի ցերեկը 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 2-ից 3-ն առանձին վայրերում հորդարատ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։